Որ մատին կնստի։ Բարավյարը թանկ է թանկ։ Չէ, նկարի պես է, բանտին նկար։ Խելացի անձանց բարևներ, հարգանքներս ինչպես եք։ Ուրեմն հիմա մենք գտնվում ենք հոկտեմբերյանում, Արմավիր քաղաք, բարեկամներ, ամեն ինչ հիանալի է, արևոտ գեղեցիկ կիզիչ օր է բարեկամներ Արարատյան դաշտավայրում։ Իսկ մենք հիմա կիզիչ հոկտեմբերյանում ենք, մեր անուշ աղբերների բնորանում։ Հոկտեմբերյանը հայոց մշակույթի մեջ այդպես էլ մնալու է շատ գեղեցիկ, ուրախ հավեսով ճշգրիտ քաղաք, բարեկամներ։ Տեսեք ինչ սիրուն է, աչից ծաղիկները, ագին ժամանակ կլինի հոկտեմբերյանի մեջ չենք մտել, միշտ եկել ենք մոստից գնացել ենք Սարդարապատիկում, բայց այսօր այդ օրը չէ ընկերներ, այսօր հենց այն օրն է, որ պետք է անցնենք հենց հոկտեմբերյան քաղաքի միջով, Արմավիր քաղաքի միջով, որը չքնաղ է, հիանալի ու գեղեցիկ, մենք էլ միշտ հիանում ենք, հիացած ենք մնում այս քաղաքի արքու բարքով, կոլորիտով եւ մարդկանցով։ Հարգանքներս արմավիրցիներ, ես էլ ձեզանից մեկը եկել եմ ձեզ մոտ, ձեր գեղեցիկ քաղաքի միջով անցնելով, այս խցանումները հաղթահարելով գնում ենք դեպի Արտենի գյուղ Թալինի։ Երկու ճանապարհ կար Արտենի հասնելու, մեկը սա էր, մյուսը Երևան Գյումրի Մայրուղին։ Երևան Գյումրի Մայրուղին շատ գեղեցիկ է, շատ լավն է, բայց մի տեսակ անկենթան է։ Իսկ այս ճանապարհը լավ է, ասենց շնչավոր է, որովհետև անցնում ես քաղաքների միջով, տեսնում ես շատ գեղեցիկ տեսարաններ, գեղեցիկ մարդկանց, լավ օրինակելի հուշարձաններ, այնպես որ ես շատ եմ սիրում այս ճանապարհը կոնկրետ, որ գնում է դեպի Արտենի։ Մենք սիրով գնում ենք եղբոր սերը հասցնենք քույրիկին, ձախից մեր արցախյան պատերազմի հերոսներն են, նկարները, որ մեր մատաղ սերունդը այստեղ այս այգում շրջելուց անպայման տեսնի, իմանա, ճանաչի եւ իհարկե հպարտանա, օրինակ վերցնի նրանցից, որովհետեւ նրանք մեր ազգի ատամներն ու ճանկերն են, երբ որ մեզ վրա ինչ-որ մեկը հարձակվում է, նրանք են մեզ պաշտպանում, հետեւաբար նրանց պետք է միշտ հիշել, անկախ այն բանից թե պատերազմ կա թե չկա, նրանք միշտ կռվի պատրաստ են եւ մեր ազգի ուժն են, այնպես որ նրանց պետք է միշտ հիշել, հարգել, որ երեխաներն էլ նրանցից օրինակ վերցնեն ու հայրենասեր դառնան, հայրենիքի համար պատրաստ լինեն ամեն ինչի։ Հենց սա է իմաստը ու խորհուրդը։ Իսկ հիմա մենք Արմավիրի միջով գնանք դուրս գանք, հետո գեղեցիկ գյուղեր կհաղթահարենք, կանցնենք ու կհասնենք ի վերջո Արտենի գյուղ, որը չքնաղ է ու գեղեցիկ։ Եղբոր Քյալաշի սերը կտանենք, կհասցնենք իր շատ սիրելի քույրիկին Գոհարին։ Եզդի բարեկամների օջախ ենք գնում, այնպես որ կրկնակի տոն է մեզ համար այսօր։ Եվ իհարկե Գոհար հորաքրոջը պետք է անակնկալ տանենք նաև նրա եղբոր Քյալաշի որդու Փաշիկի կողմից մատանի ոսկյա շատ գեղեցիկ։ Ինչ էր ասում։ Սերոժը ամուսինն է, փեսանն է, աղբերս մեր Քյալաշի։ Շատ են իրար հարգում, սիրում, հարգանքը կա, սերը կա։ Սերոժի անունը ասել է, որ գնանք գյուղում հարցնենք Սերոժի տունը մեզ ցույց տան։ Հովանես, դու մտածում ես Սերոժին էլ ենք նվեր տանում։ Դե դենցա որ տանում ենք, իհարկե, սա հարգանք է, որ Սերոժը հաստատ իրան լավ կզգա։ Ընկերներ, մի խոսքով հրաշալի իրավիճակ է, մենք օթորակիչը միացրած, գեղեցիկ թարմ օդով գնում ենք դեպի Արտենի։ Մենք կարելի է ասել շոկը չենք էլ զգում, բայց հենց մեքենայից իջնում ենք, իսկույն քրտինքն է պատում մեզ։ Գնացինք։ Հացիկ գյուղով ենք անցնում բարեկամներ։ Հացիկ գյուղը ինձ համար նշանավորվեց նաև այն հարցով, երբ որ ես այստեղից գնեցի Porsche Cayenne-ը, Գարջան, Պրիվետ, Սարգիս մեծ աղբեր քեզ էլ բարևներ։ Հեսա Porsche-ով եկե անցնում եմ, ներող կլեք չեմ մտնելու ձեր տուն, բայց ասենք մեծ ցանկություն կար։ Ուղղակի ժամանակի խնդիր ունեմ, պետք է շուտ գնամ Արտենի գյուղ, ընդեղից արդեն Թալինից դուրս գամ Երևան Գյումրի ճանապարհը, գնամ Երևան, այնպես որ շատ շտապ եմ, ինձ ներող կլնեք, բայց ես հիշում եմ, որ Porsche Cayenne-ը Հացիկ գյուղից բարեկամներ։ Ավտոն հիմա իր հարազատ գյուղում է, իրան լավ ազգում։ Ունես որ գնանք քանի չի մնացել էստե, կա ուզենա փչանա մնացել է, էլի ինչ իմանաս ոնց կլինի։ Նա էմոցիոնալ կապվածություն ունի Հացիկ գյուղի հետ, չէ որ 3 տարի այստեղ է ապրել, հələ մի տարի իմ մոտ է։ Ահա, դե շարունակենք։ Հիմա միացնենք Թարթիչը եւ
Հարթենք այս ճանապարհը, որովհետև արդեն շատ է լավ բետոնամեշալկայի հետևից քշինք։ Նրա վրայից մանրակրկիտ քարեր են թափվում եւ հարվածում մեքենայից բոմպերին, ինչի հետևանքով ներկը թրծվում է, թռնում է եւ գեշանում է մեքենան։ Իսկ մենք չենք սիրում գեշ ավտոներ, մենք սիրում ենք սիրուն ավտոներ։ Հետևաբար գեղեցիկ էլ պետք է վարես մեքենան սահմանված արագությունով։ Տված է 60, քշի 60, այդպես պետք է լինի։ Հիմա գնում ենք ընկերներ, գնանք հասնենք մեր գործերին, մեր ձախից մեր անուշ աղբերների հուշահամալիրն է, գերեզմանները, վարդ մեր հերոսներին։ Իսկ հիմա շարունակենք մեր այն խաղաղ ճանապարհը, որը նրանք ստեղծեցին մեզ համար։ Եվ պետք չի մոռանալ անգամ մի վայրկյան, որովհետև դա հղի է շատ վատ հետևանքներով։ Պետք է հիշենք ու հարգենք մեր աղբերներին։ Իսկ հիմա առջևում շատ գեղեցիկ հնամենի հավեսով ճանապարհն է Արագածոտնի մարզով։ Արևային կայանները սփռվել են դաշտերով մեկ եւ վերցնում են արևի էներգիան, տալով մեզ, որ հավեսով օգտագործենք, լավ գործեր անենք։ Այս հատվածը ես շատ եմ սիրում եւ խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ովքեր ուզում են լավ ֆիլմի կադրեր ունենան, այստեղ գան ու կինո նկարեն, թեկուզ շատ շոկ է, բայց կապ չունի, կարող եք գալ ու գեղեցիկ կադրեր ստանալ։ Այս ճանապարհը դեպի Թալին ուղղակի հրաշքների ճանապարհ է, հեքիաթային, շատ գեղեցիկ եւ լի պոտենցիալով։ Հետևաբար ես վստահ եմ, որ մի 50-60 տարի հետո այստեղ մեկ ուրիշ պատկեր է լինելու։ Սա այս տեղանքը հենց իրենով արդեն ճոխ է ու գեղեցիկ։ Կարծես գոռա ասի, եկեք մի գեղեցիկ բնակավայր այստեղ սարքեք, աշխարհում նմանը չունեցող։ Ինչպես նկատում եք, այստեղ նաև կա ձոր, որը լի է բուսականությամբ, այնտեղ մարդիկ քեֆեր են անում, կան զրուցարաններ, տաղավարներ եւ բեսեդկաներ, որտեղ մարդիկ գնում են ծնունդ են նշում, առիթներ են նշում տարբեր, այս խաշմերուկն էլ ընդհանրապես ինձ շատ է դուր գալի, այստեղ ամեն ինչ կա։ Ճիշտ է, մի անգամ մեքենայից դետալը փչացել էր, կանգնա չկարողացան օգնել, ինձ ասեցին չեն կարող, բայց կապ չունի, լավ տեղ է այս պահը։ Այստեղից արդեն մենք շարժվելու ենք Լեռնագոգի ուղղությամբ։ Լեռնագոգցիներ հարգանքներս ձեր մոտ չեմ եկել, բայց վստահ եմ մի օր գալու եմ սխալ մտա, իմացար։ Ապերս սխալ մտա։ Պատահում է, երբ որ բավականին երկար ժամանակ եկած ես լինում միտեղ ու առանց նավիգատոր ես շարժվում, այսպիսի բաներ լինում են։ Հիմա պետք է շարունակենք վերև մեր ճանապարհը, Հովհաննես, մեր բերան չես էլ ասում, ախպեր ես ուր մտար, ախր սխալ ես մտել։ Մի պտույտ արեցինք ակամայից այս տարածքում, ես դեմ չեմ, որտեվ շատ լավ տարածք է։ Իսկ մենք բարեկամներ հաշված րոպեներ հետո հասնելու ենք Արտենի, ընդամենը 10 րոպե հետո Արտենիում ենք լինելու, որը հրաշք է, չնաշխարհիկ։ Այս տարածաշրջանը շատ եմ սիրում ես, բայց մեկ-մեկ որ քամի ալնում է, տորնադո եմ ասում, հա։ Նկատենք դաշտերի կարմրությունը, սա այն դաշտերն են, որոնք լի են տուֆով, տուֆի պաշարներով, այսինքն եթե այստեղ ամբողջ տուֆը հանես, մի հսկա քաղաք կարող ես կառուցել, տակը էլի տուֆ կմնա։ Մոտենում ենք արդեն կամաց Թալինին, Թալին քաղաքին, որը Թալինաթագուհու անունով է անվանակոչվել։ Թալինաթագուհին շատ հզոր թագուհի է եղել, դրա համար էլ մինչ օրս նրա անունով քաղաք ունենք։ Դարերի միջով նրա անունը չի մաքրվել պատմության քամուց մահաբեր։ Նա մնացել է, հետևաբար արժանի է, որ նրա մասին մենք հիշենք ու ասենք, խոսանք։ Հիմա մենք գեղեցիկ սլանում ենք դաշտերով հայոց, ով կարոտել էր այս տեսարանները, տեսեք, կարոտները տարեք, իսկ ձախից վեր են բարձրանում ծառերը պտղատու, որոնց պտուղները չգիտենք ուր կգնա թե չէ, բայց ապրեն այսքան տանջվող ստեղծող մեր գյուղացիները, մեր բարեկամները։ Ձեզ համբերություն, ուժ ու լիքը եռանդ, որ շարունակեք ձեր այս ծաղկեցնող, ապրեցնող արարիչ գործը։ Բարի գործը միշտ էլ ստանում է իր պատասխանը, հանկարծ չերկնչեք չարի առաջ։
Ահա, հասանք արդեն Քարակերտի խաշմերուկ, որը ինձ շատ հարազատ է, Արտուշ աղբեր բարև։ Արտուշ աղբերը այս պահին գտնվում է Մոսկվայում, նա Քարակերտից է, նա շատ անգամներ է ինձ պատվեր տվել, եկել եմ Քարակերտ, ահա տեսեք Քարակերտը երևում է, խաչն էլ կողքը, Աստված պահապան, Աստծո օրհնությամբ լինենք բոլորս, բարեկամներ։ Հիանալի է իրավիճակը։ Հա։ Ձմերուկ են վաճառում։ Այս խաշմերուկը բարեկամներ մյուս կողմից գալուց շատ վտանգավոր է, այս կողմեր որ կգաք, հանկարծ շատ արագ չգաք, մի անգամ ես հայ-հայ գնում էի դաշտերը հայոց, այն էլ շուտ հասկացա, որ սա խաշմերուկ է եւ հարցը լուծեցի իսկույնևեթ։ Հիմա մենք ուղևորվեցինք դեպի Արտենի գյուղ, ընկերներ։ Ես ասեմ ձեզ, արդեն Հայաստանում չի մնացել ճանապարհ, որից ծանոթ չլինի։ Ես բոլոր ճանապարհները անգիր գիտեմ ու շատ են դուրս գալիս հայոց աշխարհի բնակավայրերը, տեղերը, տեղանքը եւ ամենտեղ գնալուց հասկանում ես թե ինչպիսի տեսք կարող է ունենալ ապագայում, իհարկե տրամադրված լավատեսությամբ, եթե վատատեսել ես, մենակ տնալու ես 4 դաշտեր, բայց պետք է լավը տեսնես ու լավն էլ գնահատես, լավի վրա կենտրոնանաս, հետեւաբար դուք չեք նկատի իմ տեսանյութերում, որ ես բողոք եմ անում, բողոքելը դա լավ բան չի, բողոքելը չարիք է ծնում, հոգիդ աղքատացնում է նվաստացնում, այնպես որ բողոքելը պետք է վերջացնենք բոլորս ամեն մեկս ինչքան կարանք սովորենք, կրթվենք, ուժեղանանք բարեկամներ, թե չէ գնալով ավելի ենք թուլանում, որովհետև մեզ սովորեցրել են կարծես բողոքավոր լինելը։ Իսկ մենք կարող ենք քավոր լինել լավ տրամադրությամբ, ոչ թե բողոքավոր։ Գնացինք ընկերներ, գնում ենք գեղեցիկ չքնաղ ճանապարհներով։ Վազանց են կատարում X5-ին, որը իր հավեսով է գալիս, իսկ մենք մեր հավեսով ենք գնում։ Ամեն մեկը իր ռիթմը ունի կյանքում եւ երբեք չփորձեք ինչ-որ մեկի ռիթմը անտեսել, որովհետեւ ամեն մեկը այդպես է իրեն լավ զգում այս կյանքում։ Հա դաշտեր եթե կարաս ֆիքսի էլի, շատ սիրուն է։ Չկարացիր, հա, տրակտորը տրտռը ֆիքսես, ուր դուս կարանաս, ուշադիր չես ովանես, նայիր կողքերդ մեր հայոց աշխատասեր ժողովուրդն են տկնում, պայքարում այս շոքին։ Արտենին, կարծես թե արդեն երևում է ընկերներ, հա, հաստատել Արտենին է, Հովանես ջան, Արտենի ենք հասնում, լիշ սիրուն գյուղ է։ Պատկերացրեք, եթե չլիներ մարդը, չլիներ հայ մարդը, հզոր, գեղեցիկ, այս դաշտերը չէին լինի, շինությունները չէին լինի, այստեղ անկենթան կլիներ ամեն ինչը, բայց արի ու տես, որ տես տուֆերը, տուֆ են։ Ձևը չգիտեի դրա։ Ահա բարեկամներ, երևում է Արտենին։ Արտենի անունը ինձ թվում է հենց արտերի համար են տվել։ Իսկ հիմա մենք արդեն մտնում ենք գյուղ Արտենի։ Առաջին անգամ ենք գալիս, ոտներս խերով լինի, հզոր լինեք, ուժեղ լինեք ու ծաղկեցնեք ձեր բնակավայրը։ Իսկ մենք հիմա մուտք ենք գործում այս հրաշք գյուղ, որպեսզի անակնկալ անենք հրաշք քույրիկի, ում շատ է սիրում եղբայրը եւ չէր կարող անտարբեր գտնվել իր քույրիկի հանդեպ։ Հետևաբար մենք եկել ենք նրան շնորհավորելու շատ գեղեցիկ ձևով։ Մեր եզդի բարեկամների օջախ ենք գնում։ Ընտենանք ուրա։ Այն անդից ենք մտնում են այն Ֆորդը, որ մտավ, այնտես պետք է մտնենք գյուղա մեջ։ Այս ճանապարհը, որ մինչև վերջ գնում ես Գյումրի։ Բայց այսօր մենք Գյումրի չենք գնալու ընկերներ։ Բայց որ Գյումրուց խոսք գնաց, հարգանքներս գյումրեցիներ։ Հիմա պետք է անուն բան ճշտենք, հարց փորձով գնանք։ Չարքազյան, հա, Չարքազյան։ Սերոժ Չարքազյան, բարեկամներ, պետք է գտնենք նրա օջախը։ Տեսնենք ով կա Գյուղամիջյան հատվածում, որ գեղեցիկ կազմակերպենք, բան չէր էլի աղբեր այսքան մարդ հավաքվի։ Արա սիրուն է Գյուղամիջյան հատվածը լնայի։ Արտենի գյուղն է, տեսեք տրակտորները, որոնցով դաշտերն են մշակում։ Գեղեցկություն է, գեղեցկություն։ Բարի օր աղբերներին։
Էդ ինչ լավ գործ եք։ Ջուր, ախպեր ջուր եք տան։ Լսի ախպերներ, Սերոժ Չարքազյան, եզդի շատ վերև, հա։ Այդպես բացատրելով կարամ եմ գտնեմ։ Հա։ Համ ջուր ես տանում, համ ավտո տա կապույտ, համ էլ ուժեղ Մոսկովիչ։ Կերասը դա գիլասն է։ Կերասը գիլասն է։ Բա ի՞նչ տա չեմ ուտի։ Հələ բանա, արի ճանապարհս ցույց տու, հետո կկայնենք ուտենք։ Հա, բարեկամները արդեն կերաս են հյուրասիրում ինձ։ Տեսեք ինչ հրաշք չկնաղագեղ Մոսկովիչ է գալու մեզ տանի հասցնի Չարքազյան Սերոժայից տուն, գնում ենք Սիրուն անակնկալ անելու, արդեն գյուղում լավ են մեզ դիմավորել, մենք ուրախ ենք, վերցնենք մատնիքը, որը եղբոր որդին է, հաշիկն է որոշել գնի։ Տեսեք ինչ չկնաղագեղ Մոսկովիչ է։ Նա ինձ հրավիրում է իր հետևից իմ բարեկամը։ Ջուր եմ բարձես, դե ջուր չկա, ջուրը Առնովի է։ Ջուրը բարեկամներ խմելու պետք է վիզ դրվի։ Հիմա հետևում ենք մեր բարեկամներին, գնանք Սերոժ Չարքազյանից տուն։ Այս մատանին ուզում եմ ցուցադրեմ, տեսիշ սիրուն ալը։ Ոսկյա մատանի է բարեկամներ, ոսկյա մատանի, որը շատ ուժեղ է, հզոր է եւ գնված է մեծ սիրով։ Ասեմ ձեզ, որ այս հարցերով էլ ինձ կարող եք դիմել, ոսկուն վերաբերող հարցերով, քանզի ես այդ հարցերում էլ կամ։ Հիմա ինձ զանգում են մեկ ուրիշ գործողության համար։ Ջան, ախպերներ ջան, էդ ուզում ես տեց օբշի, տաս օբշի չեմ ուզում, մերկու հատ, հա։ Հա ցավը տանեմ։ Բա էդ ուր եք եթում։ Դաշտ։ Տուն։ Ստելա ջուրը բանով են, որ ավտոմատներ ալում ջուր եք վերցում։ Ես մեկ եթում գազ եմ լցում, երրորդ իսկ բերեմ ենք հետից։ Հեռնեմ քո սարտին։ Լսի, բայց ուր է տունը, ստե, հա։ Հեսա ցույց կտամ, ես փողոցով եթում ես։ Հա։ Դիմացը չեն։ Հələ նկարի ու գիլասը, էլի։ Գիլասը մտ։ Աչ կենես, ծախի վրի խաշմինուկ շաշես ծախի վրի տուն։ Հա։ Բականն ի՞նչ է։ Նիկոլ։ Նիկոլ մեծ ախպեր։ Մեծեր ախպեր ես, նորմալ վերցրու ուտելով գետակ բեկալ։ Ինչ ես համեստությունը դրե Հովանես, վերցրու, ապրես։ Ապրես մեծ ախպեր Նիկոլ։ Ապրես։ Եդ արի ցույց տամ գնացեք, ախ։ Հա։ Գիլաս արի վերջում ուտենք, որ բան չելի էլի, բերանս չճպճպա, ջան։ Հա։ Դեն դիմաց։ Հա։ Հասարը չեն կա աչ կենես։ Հա։ Ինձ թվում է կանանչոտ վարոտներ է։ Դե վсё, հեսա, եթե ընդ մարդելի կհարցնեմ, կարևորը դու բերիր մեզ մոտավորապես նույն տեղը ապրես, մեռնեմ սրտին։ Տղետ ջան, ապրիս։ Լավ։ Բարեկամներ, ամեն տեղ բարեկամներ են։ Նիկոլ բարեկամներ մեզ պատահել եւ նա մեզ օգնեց, որ գնանք գտնենք Սերոժ Չարքազյանից տունը, Սերոժ Չարքազյանից օջախը, որտեղ որ մենք պետք է անակնկալ անենք։ Նկատենք, որ Արտենիում մոսկովիչները շատ են, հետևաբար սա ես համարում եմ սպարտիվնի գյուղ։ Այստեղ ժամանակին շատ են սիրել արագընթաց մեքենաներ սովետի տարիներին, դրա համար էլ այդպես մոսկովիչ են քշել միշտ։ Բարի օր ձեզ, բարի օր։ Բարեկամները վառոտ էին տեղադրում, մեր տեսանյութի մեջ նրանք միշտ կհիշեն, որ իրենց վառոտ տեղադրելու ժամանակ են եկել Արտենի գյուղ։ Արտենի գյուղը, ինչպես որ այս տարածաշրջանի մնացած գյուղերը հագեցած է տուֆային պաշարներով, տուֆից պատեր, տուֆից տներ։ Շատ լավ է ամեն ինչ։ Օ, ֆուր է, ֆուր։ Բայց ես գայթակղությանը չեմ դիմանում եւ Նիկոլ ախպոր տված գիլասից մի հատ կերասից եմ փորձում։ Նայի։ Ջուրը, հա, ջուրը հանում են վերև, որ ճնշում ունենա ու թափվում է ջուրը, բարեկամներ, տեսեք։ Այստից աչով գնում ենք, մասս գնանք, չէ։ Բարեկամ են գտել դրսում, մարդ չեն կարում գտնենք, հենա գտանք։ Իմ Անուշ ախպեր, կայնի, հազար բարի, ոնց ես։ Լավ եմ ախպեր ես, լսի, Սերոժ Չարքազյանից տունը որտեղ է։ Չգիտես։ Աբա ոնց կերնի տենց։
Բա ոնց շարենք։ Ստեմ, բայց պապան գիտա։ Հա։ Համար կա մոտ, պապայի համարն ունես։ Պապայի համար չես հիշում անգի։ Դե լավ ախպեր ես, լավ, բայց այս կողմերը կա սերոջ ձածա։ Չգիտես։ Իմ ախպերը, լավ։ Մի անուշ ախպեր, նա էլ նոր էր եկել այս մայլա։ Հետևաբար հարցա, որտեղից գտնենք մեր սերոջ Չարքազյան հենց օջախը բարեկամներս դե։ Մեր քույրիկին։ Հետևաբար մենք եկանք հասանք այս գեղեցիկ գյուղը, ճիշտ է, ճանապարհը մի քիչ այդքան էլ գեղեցիկ չի, բայց մենք եկանք ու հասանք։ Իշտ մենք անակնկալ կազմակերպենք։ Մենք փոքրիկ հյուր ունենք, տեսեք։ Փոքրիկ հյուր ունենք, շփողա, ասո խոսացողա։ Չէ, լեփոքր։ Հա։ Այդ թագուհի։ Ոնց ես։ Լավ ես։ Արի թանկ տարտիկի ծնունն այսօր։ Հյուրեր եկել են, հա, հյուրեր կան։ Գարի խաշլամայի հոտն է գալիս։ Բարև ձեզ, հարգելի հյուրեր, հարգելի եզդի բարեկամներ, ոնց եք, լավ եք։ Ես ինչ լավ գարի խաշլամայի հոտ եք ծեմա ծափեր տվեք, էլի։ Որտեղ է մեր հոբելյարը։ Եկել ենք ձեզ ուրախություն, սեր ու հարգանք բերենք հեռուներից։ Ոնց եք, լավ է տրամադրությունը։ Այս շոկին ոնց է նստել եք։ Ոտներս խերով ձեր օջախ։ Բա ուր է մեր սերոջ մեծ աղբերը։ Մերդեմ քո սրտի, քո անունը տալով եմ եկե, հա։ Եկել ենք մեկ գեղեցիկ շնորհավորանք բերենք տիկնոջը հարգանքներս, ոտս խերով օջախը։ Ուտո խմող պանուշ աղբեր է, սերևում է։ Ես եկել եմ հեռուներից, բերել եմ լավ անակնկալ, սիրառատ, սերը շատ ամեջը։ Քեզ էլ են շատ սիրում, որ անակնկալը արե, հա։ Նենց որ իմացի։ Մեծ լավ գեղեցիկ երազանք պահեք, փչեք, իմացեք, որ կատարվել է ձեր բոլոր երազանքները, շատ քաղցր նվեր ենք բերել։ Չմտածես գուլի-մուլիներ։ Բայց դու ուտես մի ժողայնացի, կային, ինքը ինչ ուզես լնելու է, հա։ Արնբա, վсё, լելու է ասա, ծափեր տվեք։ Ես քաղցրություն եմ ուզում ձեզ փոխանցեմ։ Վերցրեք տորտը, հələ մեծ հարց տամ, կասկածներ կա ում կողմից կլինի այս անակնկալը։ Ես մեծ հարց տամ քեզ։ խնդրեմ։ Դու շուստերի ես կասես, շուտ կասես, հələ դու մի ասկան։ Ծաղիկը որ տամ կնվիրես։ Ծաղիկը։ Հա։ Կգերկես։ Հա։ Ջան, վсё։ Սիրով էլի մի հատ շատ լավ մարդու կողմից, չեք կասկածում ում կողմից կլինի։ Դեմա ջիջարու քո ձև, ես գիտեմ դու շատ ուժեղ անուշ ախպեր ես, դեմա Կալաչի կողմից։ Հա։ Կամ էլ աղջուկաս կողմից Դու ասեմ, արդարության համար ասեմ, ճիշտ տարբերակը արդեն ասել ես ում կողմից, հա։ Նվիրի մի հատ գրկի ջի Վախեցար գրկես, գրկի, բասիր բայիշ կանեմ։ Պուչուրն եկավ տորթը կերավ։ Ուրեմ դու շատ ճիշտ էիդ, բայց մի հոգան մորացել ես տաս։ Հիմա ասեմ, ես տորթն ու ծաղիկը ձեր եղբոր, քյալաշի կողմից, ընտանիքի կողմից։ Իսկ ես նվերը հատուկ, մեր փաշիկա թե պաշիկ։ Փաշիկ, երկիչի նման էլի, փաշիկ։ Փաշիկի կողմից է այս նվերը, բայց ասելա կտաս մեր փեսային։ Մեր սերոժին կտաս, հələ թո ինքը բացի, ու այդ գիտես չէ ինչ պետք է անես հիմա։ Նվիրեմ։ Հա, նվիրի, հələ տնանք որ մատին կնստի։ Պարավայարը, թանկ է թանկ։ Դավայ,
Hadi saat ay meraz eme şaya gibi. Հա, ճիշտ ասում, հենց էլ լեզվով ասի, ես լսա։ Տատի ջան, մեր ամոթանք դու թոմատ գերկի, էլ։ Հա, մատ ասա թո գերկի։ Kamera eki koskay. Davay, տատի օքնի։ Duhda. Հարգանքներս, դե բանը ինչ է, եմի սպասենք, թե չես գերկելու։ Էլ, վсё, վերջ։ Դե բարեկամներ, ձեզ ոնց ես, տատի ջան։ Դու ես տեսաղի ասողն ես, չէ։ Baba. Ջանգիրաղի թորն է։ Ջանգիրաղի թորը։ Հա։ Մալադեց։ Ինքը Ջանգիր աղայի թորն է։ Ջանգիր աղայի, Ջանգիր աղա։ Անդրանիկ Փարշայել իմ Խավորն է։ խավոր, իրա խավորն է։ Դու հզոր տատի ես, դրա համար սաղ ազդվում ենք ես, տատիս, առողջ չլնես, լավ լնես, հպարտությունն է իմ համար քո կողքին կանգնել է։ Շատ շնորհակալ եմ։ Ես Ստեփանն եմ, դու ինչ ես ճանաչում մեծ ախպեր, հա, անունս չես հիշում, հա։ Անունը չի ֆիքսեի ուղեղի մեջ, Ստեփան ջան։ Ջան, Դելը բանը։ հա, ինչ անենք, լեզեր նստած դու, դու որտեղ նստած։ Դե լավ մատ դու պաչի, հարցը տա, մամատ պաչի հարցի։ Ծափեր տանք մի հատ։ Մի հատ էլ, գնա տաղատա, չէ։ Տաղա օրոքորդ մատել իրան պաչի, որ այդ պաչելի էլի տոգում, հա, որտեվ չպաչես, որտեվ չգրկես։ Աղա տղա է եկի։ Հա, ես տենում եմ աղայա, լրի, ներ հելանք։ Հա, Կուճուրները էլ է դիմավորը։ հա, բա պուճուրներ եք եմ մեզ դիմավորում, լավ էլ դիմավորեց, դե ձեզ լավոր մենք էլ գնացինք։ Ջան, ստից իշնեմ սենց։ Սենց իջի տեմդ մտ չենք։ Բարեկամներ, ահա, հերթը հասավ կերասին, ես կերաս ուտեմ, դուք լայքեք, բաժանորդագրվեք, կիսվեք տեսանյութ է սոցցանցերում, մեր YouTube-ի վիճակը այդքան էլ հարմար չի, օգնեք, հետ բերենք։